Մեզ համար անհայտ չեն սատանայի խորհուրդները, չնայած, որ նրանք դա անում են գաղտնի կերպով, բայց գիրքը ասում է. որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ պիտի չհայտնվի, եւ գաղտնի, որ պիտի չիմացվի։ Միևնույն է, վաղ թե ուշ բոլոր գաղտնիքները բացահայտվում են։ Ինչպիսի աղբյուրների միջոցով դա նշանակություն չունի։ Միևնույն է, այդ գաղտնիքները բացահայտվում են։ Եվ հիմա, սիրելի բարեկամներ, մենք ձեզ հետ կզրուցենք այն բանի մասին, թե ինչպես է աշխարհը պատրաստվում ներին թագավոր հռչակել։ Դա շատ բարդ գործ է։ Այդ գործի վրա ծախսվում է շատ ժամանակ եւ շատ միջոցներ։ Լիարժեք պատրաստության համար աշխարհը այս գործը սկսեց 1776 թվականից, երբ նրանք ստեղծեցին այդ իլյումինատների համայնքը, որը հայերեն թարգմանությամբ նշանակում է լուսավորողներ, լուսատուներ, որոնց նպատակն է լուսավորել ամբողջ աշխարհը արուսյակի վարդապետությամբ։ Աստծո նպատակն է լուսավորել աշխարհը Քրիստոսի վարդապետությամբ, շնորհքի վարդապետությամբ, մարդկային սերունդի փրկության համար։ Նրանց նպատակն էլ լիովին ուրիշ է՝ լուսավորել աշխարհը արուսյակի վարդապետությամբ։ Այդ կազմակերպությանը հանձնարարված էր, որպեսզի աշխարհի բոլոր ղեկավարներին եւ իշխանավորներին պատրաստեն ների ընդունելությանը։ Դրա համար պահանջվեց շատ ժամանակ, շատ միջոցներ, շատ ուժեր եւ շատ զոհեր։ Դեռ 905 թվականին Մարտիննիկ կղզում, որ այն ժամանակ սատանայապաշտության համաշխարհային կենտրոնն էր, հավաքվեցին ամբողջ աշխարհի սատանայապաշտները իրենց համաժողովի համար։ Տաճարը, որտեղ նրանք հավաքվեցին, գտնվում էր գետնի տակ։ Այդտեղ նրանք ծրագրավորում էին ների ծրագրի լիարժեք իրագործումը։ Մոտավորապես 1785 թվականին նրանք մշակեցին եւ կազմեցին Սիոնի իմաստունների 70 արձանագրություններ, որոնցում շարադրված էր ների ողջ ծրագիրը նրա 7 տարվա ղեկավարության ընթացքում։ 24 արձանագրություններ հայտնի եղան եւ բացահայտվեցին, իսկ մնացածը մնացին գաղտնի։ Կա վկայություն, թե ինչպես են այդ արձանագրությունները հայտնվել ժողովրդին։ Երբ իլյումինատները, այսինքն լուսավորողները, կազմեցին այդ արձանագրությունները, նրանք դա հավաքեցին մեկ գրքի մեջ, որպեսզի այն փոխանցեն ֆրանսիական հեղափոխության ղեկավարներին։ Դա հանձնարարված էր Ոմն Վանգենին։ Բայց ահա ճանապարհին նա մեռավ կայծակի հարվածից։ Ոստիկանությունը նրա մոտ գտավ այդ գիրքը եւ այդպիսով այն հայտնի դարձավ արևմուտքի այն ժամանակվա աշխարհի իշխաններին։ Այդ կազմակերպությունը փակվեց։ Եվ ահա Փարիզում, ֆրանսիական մասոնական կենտրոնի գրասենյակում աշխատում էր մի հավաքարար։ Նա հասկանում էր այդ արձանագրությունների արժեքը։ Երբ նա առավոտյան գալիս է գրասենյակը հավաքելու, այդ մասոնը դուրս է գնում արտակնոց, մոռանալով փակել չհրկիզվող պահարանը։ Հավաքարարը նկատում է, որ պահարանը բաց է, եւ հենց որ նա դուրս է գնում, բացում է պահարանը եւ ինչքան որ կարող էր, վերցնում է այդ արձանագրություններից եւ դնելով աղբամանի մեջ թղթերի հետ դուրս է գնում։ Երբ այդ մասոնը վերադառնում է, նա միանգամից չի մոտենում պահարանին, իսկ հավաքարարը նստում է մեքենա եւ գնում։ Վերջապես, երբ մասոնը մոտենում է պահարանին, նոր միայն նկատում է, որ արձանագրությունների քանակը պակասել է։ 24 արձանագրությունները չկային։ Դե իհարկե սկսեցին փնտրել։ Հաջորդ օրը հավաքարարը աշխատանքի չներկայացավ։ Ուր գնաց նա, անհայտ էր։ Հայտարարվեց աշխարհի բոլոր երկրներում, որպեսզի հետևեն, թե որտեղ կհայտնաբերվեն այդ արձանագրությունները։ Հավաքարարը եկավ Ռուսաստան եւ դրանք վաճառեց Նիկոլայ II-ին,
շատ մեծ արժեքով։ Նիկոլայ II կարդաց եւ կարգադրեց, որպիսի տպագրեն եւ տարածեն արձանագրությունները, որպիսի մարդիկ իմանան, թե ինչ է պատրաստվում նրանց համար։ Երբ հայտնի դարձավ, որ այդ արձանագրությունները տպագրվում են Ռուսաստանում, ռուս մասոնները իրենց մարդկանցից կարգեցին ամեն մի գրախանութի եւ ամեն մի կրպակի մոտ, նպատակ ունենալով գնել ամբողջ արձանագրությունները, որպիսի դրանք չտարածվեն մարդկանց մեջ։ Սակայն բոլորը չկարողացան հավաքել եւ այսպես այն տարածվեց շատ տեղերում։ Ես հիշում եմ, Ստալինի ժամանակ շատ խիստ էր, երբ իմանում էին, թե որևէ տեղ կարդացվում է այդ արձանագրությունները, հետևում էր խիստ խուզարկումներ, քանդում էին անգամ տների հատակները։ Երբ մենք ապրում էինք Ֆերգանայում, այնտեղ մի մարդ կար, որը նույնպես կարդացել էր այդ արձանագրությունները։ Ինչ որ մեկը հայտնել էր իշխանություններին այդ մասին։ Նրան ձերբակալեցին եւ քննում էին, թե որտեղից է վերցրել եւ ում է տվել։ Սակայն նա չհայտնեց, նույնիսկ երբ քաշեցին նրա ձեռքերի եւ ոտքերի եղունգները։ Նրա կինը, երբ վերջին անգամ հանդիպեց ամուսնուն, նրա ձեռքերի եւ ոտքերի մատները փաթաթված էին վիրակապերով։ Այդպես նա բանտում էլ մեռավ։ Այսօր մեր օրերում դրանք քսերոքսով բազմացվում եւ տարածվում են։ Շատ մարդիկ եւ ես նույնպես ունեցա այդպիսի հնարավորություն կարդալու այդ 24 արձանագրությունները, որտեղից ես որոշ բաներ դուրս գրեցի, որոնք մեզ ավելի են հետաքրքրում։ Բարեկամներ, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, որ երբ նեռը հայտնվի, նա կմիավորի ամբողջ աշխարհը մեկ համաշխարհային պետություն լինելու։ Դրա համար պետք է պատրաստել ողջ աշխարհի ղեկավարներին, որ նրանք անարգել փոխանցեն ողջ իշխանությունը նրան։ Եվ ահա ես հիշեցնեմ, որ մոտավորապես 905 թվականին Մարտիննիկ կղզում գետնի տակ սատանայի տաճարում համագումարի հավաքվեցին աշխարհի բոլոր սատանայապաշտները։ Այնտեղ նրանք ծրագրավորում էին, որպեսզի աշխարհի բոլոր ղեկավարները լինեն իրենց մարդկանցից, այսինքն մասոններ։ Եթե ոչ, դժվար թե որևէ պետություն համաձայն լինի տալ իր իշխանությունը ապագա համաշխարհային ղեկավարին։ Եթե դա իրենից դժվարություն է ներկայացնում, պետք է բանեցնել մի շարք հնարքներ, շարժումներ, խռովություններ, սպանություններ եւ այլն։ Եվ եթե մի մասոնի հաջողվի անցնել իշխանության գլուխ, ապա նա պետք է փորձի այդ կառուցվածքում տեղավորել մյուս մասոններին։ Իսկ խանգարողներին հեռացնել աշխատանքից կամ վերացնել եւ ամեն կերպ իրենց մարդկանց հավաքել այնտեղ։ Դրա համար էլ զարմանալի չէ, թե այսօր ինչ է կատարվում։ Ես ձեզ ասում եմ ոչ թե միայն խոսքեր, այլ կան վավերագրական փաստեր։ Ես դրանք բոլորը չկարողացա ինձ հետ բերել, որովհետև քաշով ծանր են ձեռքով տանելու համար։ Ուղղակի ես վերցրեցի ամենից կարևորները, որպեսզի եթե հնարավորություն ընձեռնվի, զրուցեմ ձեզ հետ։ Օրինակ, մասոնների տաճարի գրվածքներում հեղինակը բաց է անում շատ փաստեր եւ ապացուցում է, որ բոլոր ղեկավարները այս օրերում, սկսած վերևից մինչև ներքև, որոնց մենք կոչում ենք տեղական իշխանություններ, բացարձակապես բոլորը մասոններ են։ Եվ երբ այդ ժամանակը գա, նա դուրս կգա Միացյալ Ազգերի կազմակերպությունից։ Այնտեղ կհավաքվեն աշխարհի բոլոր ղեկավարները եւ նրանք կհռչակեն որպես համաշխարհային տիրակալ։ Բոլոր արժանապատվությունները կտան նրան, իսկ իրենք կլինեն նրա մոտ որպես նախարարներ, այսինքն նրա ներկայացուցիչները այս պետություններում։ Այդ գործը այսօր ամբողջովին կատարված է։ Ես ուզում եի կարդալ փաստեր, որոնք գրված են այստեղ։ Կա եւ Ջոն Տոդի փաստարկը, որը մասոնների մեջ էր եւ հասավ բարձր աստիճանների։ Եվ երբ զղջաց եւ տվեց իր սիրտը Տիրոջը, նա այսօր բացահայտում է այդ ծրագիրը, քաջ գիտենալով, որ այդպիսիներին վերացնում են, եւ իրեն նույնպես այդ բանն է սպասվում։ Բայց փառք Աստծո, որ սատանայի խորհուրդները ծածկված չեն մեզանից եւ բացահայտվում են։
Ահա թե նա ինչ է գրում 41-րդ էջի վրա. Այսօր արդեն բացահայտ խոսվում է նոր աշխարհի կանոնավորման մասին։ Ես համարում եմ, որ ավելի լավ ապացույց չկա, քան այն, որ նոր աշխարհի կանոնավորման գիտունները մեկ մտքի են գալիս, թե աշխարհի քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի տեղի ունենում։ Եվ ով ուշադրությամբ հետևում է պետությունների ղեկավարների հանդիպմանը վերջին ժամանակներում, նա չի կարող չնկատել, որ նրանք գրեթե միշտ ծածկված են գաղտնիքներով։ Հանդիպում են հասարակության աչքից հեռու եւ միշտ աչակցում են տեղաշարժմանը եւ աշխարհի վերափոխմանը։ Պետք է ենթադրել, որ այդ հանդիպումների ընթացքում կատարվում են գաղտնի հրահանգներ, որոնք ստացված են հենց սատանայից եւ քննարկվում են ծրագրեր նրանց գործնական իրականացման վերաբերյալ։ Բացարձակապես հասկանալի է, որ քանի դեռ բոլոր արևելյան տարածաշրջանի երկրներում կա բռնապետություն, ները չի կարող ամբողջ աշխարհը ղեկավարել։ Որպեսզի նրան ճանապարհ բացվի, այդ երկրները պետք է դառնան դեմոկրատական։ Այդպես չէ՞ արդյոք։ Ասացեք որևէ երկիր, որը դեռ դեմոկրատական չէ։ Ինչ է կատարվում այսօր մեր աչքերի առջև։ Էկոնոմիկական քաոսը, որը մենք տեսնում ենք այդ երկրներում, առաջացավ ոչ պատահական։ Այն ծրագրավորված էր այն նպատակով, որպեսզի հեռացվի այն խոչընդոտները, որոնք կանգնած են նոր համաշխարհային կարգի դեմ։ Արմատական փոփոխությունները, որոնք այսօր կատարվում են աշխարհում, բացահայտորեն ոչ միայն մարդկությանը մոտեցրել են համաշխարհային տիրապետության, այսինքն ների կառավարմանը, այլ նաև Քրիստոսի գալուստին։ Ահա Սիոնի իմաստուններ արձանագրության վկայությունը, որը ծրագրավորված էր 10-րդ արձանագրության մեջ։ Նայեցեք այստեղ ինչ է ասվում։ Ես արդեն հիշեցրել եմ, որ արձանագրությունները կազմված էին մոտավորապես 1785 թվականին, իսկ այսօր իրագործվում են։ Այստեղ այսպես է ասվում. Այն ժամանակ հնարավոր եղավ հանրապետական դարաշրջանի առաջացումը, եւ այն ժամանակ մենք փոխեցինք տիրակալին տիրակալի խեղանկարով, այսինքն նախագահով, պրեզիդենտով, որը վերցված է մեր բազմության միջավայրից, մեր ծառաներից, մասոններից։ Դրանով մենք դրեցինք մի պայթուցիկ ական ժողովրդի հիմքերի տակ։ Մոտ ապագայում մենք կսահմանենք նախագահների պատասխանատվությունը։ Ասացեք եղբայրներ եւ քույրեր, որ երկրում նախագահներ չկան։ Ամեն տեղ եւ ամենուրեք նախագահ, նախագահ, նախագահ։ Դա ծրագրավորված էր այն ժամանակ, իսկ հիմա իրագործվում է։ Նրանք կհասնեն այն բանին, որ ամեն պետության մեջ կլինեն իրենց մարդիկ, իրենց նախարարները, իրենց աշխատողները եւ ընտրված անձիկ։ Այն ժամանակ գրված է. մենք չենք ընկնի ձևական արարողությունների ետևից եւ գործենք այնպես, որի պատասխանը պիտի տա մեր ընտրական համակարգը։ Ինչ օգուտ կլինի մեզ, եթե ցրենք իշխանության ձգտողների շարքերը, որոնք խառնաշփոթություն կառաջացնի նախագահ լինելու պատճառով։ Խառնաշփոթություն, որը լիովին երկիրը կդարձնի անկազմակերպ։ Որպեսզի մեր ծրագիրը իրականանա, կդասավորենք այնպիսի նախագահների ընտրություն, որոնք անցյալում ունեն որևէ չբացահայտված ծածուկ գործ։ Այդպիսով նրանք կլինեն մեր հավատարիմ կատարողները, որոնք կկատարեն մեր հրահանգները վախենալով բացահայտումից։ Ով որ հասնում է իշխանության, նա ձգտում է պահել իր արժանապատվությունը եւ պատիվը, որը կապված է նախագահ լինելու պաշտոնի հետ։ Այսպիսով ամեն բան որոշում են մասոնները։ Նրանք դնում են իրենց մարդկանց, նրանք խցկում են այնպիսի մարդկանց, որոնք ունեն կեղտոտ կյանք եւ անցյալ, ասելով. Եթե դու մեզ ինչ որ բանում հակառակ խոսես, մենք քեզ կդնենք ժողովրդի առջև եւ նրանք քեզ կպատառոտեն։
Իսկ եթե կատարես ամեն բան ինչպես պետք է, ապա խնդրեմ, բոլոր արժանապատվությունը եւ վայելքները կլինի քեզ։ Դա մենք տեսնում ենք։ Այսօր էլ է այդպես։ Տանը ես մի ուրիշ գիրք էլ ունեմ, որը կոչվում է «Եվ տեսա ես մի ուրիշ գազան» կամ «Երկու տարի Կրեմլում»։ Բորիս Օլեյնիկը այն գրում է Գորբաչովի մասին։ Գորբաչովը նրան հրավիրեց Կիևից։ Այդ ժամանակ Բորիս Օլեյնիկը գլխավորում էր ազգերի համաժողովը որպես նախագահ։ 2 տարվա ընթացքում նա շատ բաներ տեսավ այնտեղ եւ այդ գիրքը որպես թե նամակ է Գորբաչովին, որտեղ նա բացահայտում է այդ կեղտոտ գործերը։ Այդ գրքում գրված է այսպես. «Եվ ինչը ձեզ ձգեց գնալու խորհրդակցության Բուշի հետ Մալտա կղզում, կղզի, որը փառավորվում է իր խավար փառքով։ Դա կղզի է, որտեղ բույն են դրել սատանայական բոլոր գաղտնի համայնքները։ Ինչ է Միխայիլ Սերգեևիչ ձեզ ձգեց այնտեղ։ Դա չէ արդյոք, որ ձեր մեջ գաղտնի պայմանավորվածություն կար Բուշի հետ, որ անգամ երկինքը հակառակ էր ձեր պայմանավորվածությանը։ Եվ դուք ուրիշ տեղ չգտաք, որ ձեր խորհրդակցությունները արեցիք նավերի վրա։ Իսկ ջուրը ամենալավ պաշտպանիչն է, որպիսի ոչ մի ինֆորմացիա դուրս չթափանցի։ Եվ անգամ երկինքը փոթորիկով դեսուդեն էր քշում այդ նավերը։ Այնտեղ, Միխայիլ Սերգեևիչ, դուք գաղտնի պայմանավորվածություն ունեիք խավար ուժերի հետ միասին ամբողջ աշխարհի հեղաշրջման համար, որպիսի այն ուղղեք դեպի նոր համաշխարհային կանոնադրությանը։ Հետո նա գրում է. դուք, Միխայիլ Սերգեևիչ, դուրս շպրտվեցիք այնտեղ ղրիմ, որպես խեղճ տառապող հատուկ շորերով։ Եվ դուք կարծես թե առանձնացած էիք ամբողջ աշխարհից։ Իսկ այստեղ տեղի էր ունենում հեղաշրջում։ Առանց ձեզ, Միխայիլ Սերգեևիչ, ձեզ համար աշխատում էին արբանյակները, եւ դուք այնտեղից ղեկավարում էիք այդ հեղաշրջումը։ Հետո նա գրում է. երբ Բորիս Նիկոլաևիչ Ելցինը գալիս էր իշխանության, այնտեղ հավաքվեց ամբողջ անձնակազմը, սովետական մասոնները։ Եվ այնտեղ առաջին անգամ Բորիս Նիկոլաևիչը հայտնվեց Մալտիայի կոմանդորի շքանշանագրի հանդերձով։ Մալտիական շքանշանի կոմանդոր նա երկրորդ մարդն է Նիկոլայ առաջինից հետո, որին հագցրել են այդ ասպետ կոմանդորի հանդերձները Պետրոգրադում, ձմեռային պալատում, երբ նրան թագադրեցին։ Նա Ռուսաստանի մասոնների ղեկավարն է։ Եվ ահա Բորիս Նիկոլաևիչ Ելցինը հայտնվում է ասպետ կոմանդորի հանդերձով եւ բոլոր ներկաները ծափահարում են։ Այնտեղ այդ վրացական հմայող ջունան բոլոր հավաքվածների ծափահարության ներքո նրան է տալիս բաու աստվածուհու շքանշանը եւ նա երդում է տալիս, որ հավատարիմ կծառայի վերակառուցման գաղափարին, այսինքն տանելու երկիրը դեպի նոր համաշխարհային կանոնադրության։ Այո, սիրելի բարեկամներ, եւ կան նաեւ ուրիշ շատ վկայություններ, օրինակ այնպիսի պրեզիդենտ, ինչպիսին Կարտերն էր, որին հաշվում էին իբրև թե բապտիստ մկրտական, իրականում նա հանդիսանում է որպես բարձր խավերի մասոն։ Նրա քույրը հանդիսանում է որպես գլխավոր կախարդ աշխարհի բոլոր կախարդների վրա։ Կարելի է շատ փաստեր բերել, բարեկամներ, բայց ես մտածում եմ, որ դուք կհամաձայնվեք, որ աշխարհի բոլոր երկրների ղեկավարները մասոններ են։ Դրա համար էլ շատ հեշտ կլինի փոխանցել ներին բոլոր իշխանությունը։ Առանց որևէ խոչընդոտի մի քանի ժամվա ընթացքում նա կդառնա համաշխարհային տիրակալ։ Ես հիշեցրեցի, որ նա դուրս կգա Միացյալ Ազգերի կազմակերպությունից։ Աշխարհի բոլոր ղեկավարները նրան կտան մեծ հանձնարարություն՝ ղեկավարել ամբողջ աշխարհը։ Հետո նա կփոխի իր կառավարման տեղը Երուսաղեմ, գրքի համեմատ, որտեղ կկառուցվի նոր տաճար, որի մեջ նա կնստի որպես Աստված իրեն Աստծո տեղ դնելով։ Այս օրերին հեռուստացույցով ցույց տվեցին ոսկեգահը, որ նրա համար արդեն պատրաստել են։ Ցույց տվեցին պսակը, որ նրան կմատուցի Եվրոպան։ Ցույց տվեցին հանդերձը, որը պատրաստել են նրա համար, միայն նրան դեռ ցույց չտվեցին, բայց նա արդեն չափահաս է եւ նա արդեն կա։
Այնպես որ այս բնագավառում, սիրելի բարեկամներ, աշխարհի բոլոր ղեկավարները պատրաստ են ընդունելու եւ իշխանությունը փոխանցելու ներին։ Դե դա մասոններին հաջողվեց։ Նրանք այդ ամենը արեցին կռվի, հեղափոխության, սպանության, տեղաշարժերի եւ այլ ճանապարհներով։ Բայց դա ղեկավարները, իսկ ժողովուրդը, չէ՞ որ ժողովրդին էլ պետք է նախապատրաստել, որպեսզի ժողովուրդն էլ նրան ընդունի։ Ինչ աշխատանք է տարվում այս բնագավառում հիմա։ Ինչպիսի ձևերով են նրանք հիմա ազդում ժողովրդի վրա։ Այդ գաղտնիքը նույնպես հայտնի է։ Այս բոլոր աշխատանքները կատարվում են հեռուստատեսության միջոցով։ Եկեք կարդանք այսպիսի տեղեկություններ Սատանայի ճիրաններում եղած սերունդը գրքույկի 10-րդ էջից։ Դե այնտեղ ռոք երաժշտությունն է, որ մտնում է քրիստոնեական եկեղեցիները, նույնպես եւ հեռուստատեսությունը։ Այսօր կան շատ լավ գրված նյութեր ռոք երաժշտության հատկությունների եւ ազդեցությունների մասին։ Դե կան գրքեր օրինակ քրիստոնեական երաժշտություն կամ մեզ պետք է միայն քո հոգին, որտեղ բացահայտվում է ռոք երաժշտության ազդեցությունը։ Անգամ թերթերը գրում են, որ ռոք երաժշտությունը դա սատանայական պաշտմունք է։ Այնպես որ քիչ չէ քանակը այն նյութերի, որոնք զգուշացնում են ռոք երաժշտության վտանգից։ Բայց քրիստոնեական եւ երիտասարդական համաժողովներում հնչում է այդ երաժշտությունը։ Իրականում նպատակը բարի է, ավետարանչություն այնտեղ արևմուտքում, իսկ դրանից հետո սարսափելի բան է կատարվում այդ երաժշտության պատճառով։ Դա ոչ միայն գիտակցաբար անհնազանդություն է, այլ հանդգնություն է, Աստծուն դեմ ելնել է։ Մյուս կողմից դա ցույց է տալիս, որ իլյումինատները կաշառքի եւ վերավաճառման շնորհիվ ամուր բռնում են քրիստոնեությունը իրենց ձեռքում։ Երբ համայնքները լսում են փող բառը, նրանց սրտերը փափկում են։ Դրա համար էլ իլյումինատները ծրագրավորված կարող են իրենց կործանարար աշխատանքը առաջ տանել քրիստոնեության մեջ։ Դա փաստ է։ Մենք մեր քաղաքում ունենք այդ դառը փորձառությունը։ Մարդիկ խապվեցին այդ դոլարներով, այդ բարեգործական օգնություններով, այդ մթերքներով։ Նրանք այսպես են ասում. դուք լսել եք, որ այնտեղ եւ բրինձ են տալիս, եւ շաքար, եւ հանդերձներ, լիովին ձրի։ Եկեք այնտեղ գնանք։ Գնում են այնտեղ եւ իբր թե ապաշխարում։ Բայց դա ինչ ապաշխարություն է։ Վերցրեք դուք այդ օգնությունները եւ բոլորը կքանդվի։ Այնտեղ ամեն կիրակի ճաշկերույթ են կազմակերպում բոլոր հաճախողների համար։ Եվ երբ մեզ մոտ են գալիս, ասում են. իսկ ձեզ մոտ երբ է լինելու ճաշկերույթը։ Ասում եմ, մեզ մոտ ճաշկերույթ չկա։ Ինչպես։ Չէ՞ որ ամեն կիրակի կերակրում են։ Ասում եմ, դա մեզ մոտ չէ։ Փնտրեք այնտեղ, որտեղ կերակրում են։ Ահա թե ինչն է մարդկանց ձգում։ Ինչպես Քրիստոսն ասաց. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, ոչ թե Աստծո խոսքը լսելու համար, այլ որ հացից կերաք եւ կշտացաք։ Ահա թե դուք ինչ եք փնտրում։ Դրա համար էլ այսօր շատերը իրենց ծախեցին այդ դոլարներին, այդ բարեգործական օգնություններին, թողնելով եղբայրությանը եւ ճանապարհը գնացին այդ փողզիջմանը։ Բայց ինչպիսին է վերջը, բարեկամներ։ Ջոն Տոդի խոսքերից կարելի է եզրակացնել, որ հեռուստատեսության ծրագրերը գտնվում են սատանայապաշտների ազդեցության տակ։ Սիրելի բարեկամներ, բոլոր կենտրոնները, որտեղից գալիս են այդ հաղորդումները, բոլորը մասոնների ղեկավարման տակ են։ Այնտեղ ոչ մի մարդ չի մտնի, եթե մասոն չէ։ Այնտեղ ամբողջ ծրագիրը մանրակրկիտ վերամշակված է եւ ունի որոշակի նպատակ։ Եվ մենք հիմա կիմանանք, թե որն է այդ նպատակը։ Նրանք շատ լավ գիտեն, որ հեռուստատեսությունը ձևավորում է մարդկանց մտածելակերպը։ Եվ իսկապես, ինչպես է փոխվել հասարակության մտածելակերպը։ Դյուն եւ գետ։ Ինչպիսի առանձնահատկություն ունի այդ կաբելային հեռուստատեսությունը։ Ոչ թե միայն ինֆորմացիա է հեռուստատեսությունից մտնում, այլ նաեւ ետ է գնում նրանց մոտ։ Նրանք հեռուստակենտրոնում կարող են իմանալ, թե ինչ է կատարվում տներում, թե մարդիկ ինչպես են լսում եւ ընկալում հաղորդումները, երկրպագում են արդյոք եւ ծունկի գալիս են նեռի առջև, թե ոչ։
Այնպես որ, բարեկամներ, այս հարցում աշխարհը պատրաստված է։ Եկեք մենք 31-րդ էջի վրա կարդանք Ջոն Տոդի վկայությունը։ Հեռուստակենտրոնները քրիստոնեական հաղորդումներ են ցույց տալիս։ Դուք հիշում եք, երբ հնարեցին ռադիոընդունիչը, մարդիկ դրանք չէին գնում, վախենում էին, համարելով դա սատանայական սարքավորում։ Իսկ երբ սկսեցին քրիստոնեական հաղորդումներ հեռարձակել, քրիստոնյաները սկսեցին գնել դրանք։ Գրեթե ամեն տան մեջ կա ռադիոընդունիչ։ Իսկ հեռուստացույցը դա արդեն ռադիոընդունիչ չէ։ Ճապոնական գիտնականները, որոնք հետազոտել են այդ սարքավորումը, վկայում են, թե որքան սարսափելի եւ ահարկումի բան է դա։ Նրանցից դուրս է գալիս հիպնոսական մի զորություն։ Այդ էկրանից դուրս են գալիս ուլտրակարմիր ճառագայթներ, որոնք ազդում են մարդու ուղեղի, տեսողության եւ նյարդային համակարգի վրա։ Եվ ինչքան շատ է մարդը նայում, այնքան շատ է դա ազդում մարդու օրգանիզմի վրա։ Այս հիպնոսացված հաղորդումները փոխանցվում են աչքերի միջոցով։ Տեսեք, թե ինչպիսի ազդեցություն ուներ Կաշպիրովսկին։ Մեկ մարդ կառավարում էր միլիոնավոր մարդկանց, եւ նրանք անում էին այն, ինչ նա իրենց ասում էր։ Այդպես չէ արդյոք։ Իսկ հետևանքները դրանից հետո ինչքան մարդիկ ընկան հոգեբուժական հիվանդանոցներ այդ հաղորդումները նայելուց հետո։ Եվ ինչպիսի խորամանկություն, բարեկամներ, ահա նա դուրս է գալիս եւ ցույց է տալիս Աստվածաշունչը խաչի հետ։ Եվ մարդիկ հավատալով նրան ասում են. «Օ, այս մարդը մերն է, եւ անգամ կխաչակնքվի էլ։ Չէ, սա լիովին մերն է, որովհետեւ այդպիսի բաներ է անում»։ Այո, բարեկամներ, հեռուստացույցի դիվային ազդեցության միջոցով կատարվում է մեր սերնդի վերափոխումը եւ ոչ միայն հիպնոզ։ Դրա միջոցով դիվային ազդեցության տակ են ընկնում ավելի, քան թե Սոդոմն ու Գոմորն էր ընկել։ Դրա միջոցով սատանան մտավ հավատացյալների համայնքների եւ տների մեջ։ Հենց այն ժամանակվանից, երբ հայտնվեց հեռուստացույցը, ամեն բան խառնվեց այս շրջաններում։ Դրանում ամեն ոք կարող է համոզվել։ Երկրորդ Կորինթացիների 6-րդ գլխի 14-18 խոսքերում մենք կարդում ենք, որ անհնարին է Քրիստոսը եւ սատանան, խավարը եւ լույսը, Աստծո տաճարը եւ կուռքերը ինչ որ մի ընդհանուր բան ունենան։ Ասացեք, միթե ձեզ չի զարհուրեցնում այն միտքը, որ մի օր դուք պետք է Աստծուն հաշիվ տաք այն բաների համար, որ դուք Սուրբ ավետարանի մեջ ներս եք բերել այնպիսի կեղտոտ տուփ, ինչպիսին հեռուստացույցն է։ Չգիտեք արդյոք, որ Աստվածաշնչում գրված բոլոր անոթները, որոնք պատրաստված էին պաշտամունքի համար, սրբված էին, եւ այն կարելի էր օգտագործել միմիայն պաշտամունքներում, որ Բաբելոնի թագավորը, որը օգտագործեց այդ անոթները ուրիշ նպատակի համար, դաժանորեն պատժվեց։ Վախ չի գալիս ձեր վրա արդյոք, որ կասվի ձեզ դու կշռվեցիր եւ շատ թեթև գտնվեցիր։ Իրականում ինչքան մարդիկ խորասուզվում են խավարի մեջ, այնքան ավելի ինքնավստահ են դառնում։ Որքան շատ են քարոզում, այսպես ասած, ազատություն, այնքան ավելի է ցածրանում քրիստոնյաների հոգևոր մակարդակը։ Դա պարզորոշ ցույց է տալիս, որ չի կարելի այդպես աշխատել Տիրոջ համար։ Երբ ես լսեցի, որ պայմանագիր կա, որով ավետարանական ռադիոն պետք է վկայի նաև հեռուստատեսությամբ, ես ինձ հարց տվեցի. ինչ փողզիջումների են նորից գնացել եւ ովքեր։ Մի որոշ ժամանակ անց հայտնի եղավ, որ ավետարանական ռադիոյի նախագահը Լեոն Ակումբի անդամ է, 1973 թվականի մայիսից սկսած։ Այս բոլոր ռադիոհաղորդումների ղեկավարող անձը, նաև հեռուստատեսային ալիքի քրիստոնեական հաղորդումները ղեկավարողը մասոն սատանայապաշտ Լեոն Ակումբի անդամ է։ Դուք այնտեղից ինչ լավ բան կլսեք։ Հերիք է միայն նայել, թե որքան ծածկված անձեր են հայտնվել քրիստոնեական ազատ համայնքներում, չասելով պետական ավետարանչական եկեղեցու մասին։
Ավետարանական ռադիոյի տնօրենը Ալբերտ Ֆրայգեր ֆոն Աուֆզիսը հանդիսանում է լիոնական ակումբի անդամ եւ միաժամանակ նրա պրեզիդենտը։ Ինչպես տեսնում եք, բարեկամներ, այս օրերում արդեն ամեն բան պատրաստված է։ Մարդիկ պատրաստ են ընդունելու ներին։ Մյուս բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա այն է, որ առանց կրոնների միացման անհնարին է միացնել պետությունները։ Եվ այս օրերում մեծ արժեք ունի նաև էկումենիստական ավետարանը, այսինքն հավատքների միացման ավետարանը։ Անգամ սատանան է բավարարված դրանով։ Դրա համար նրանք շատ մեծ աշխատանք են կատարում կրոնը միավորելու համար։ Այս օրերում աշխարհում հայտնի են 5 կրոնական խոշոր հոսանքներ։ Դա քրիստոնեությունն է, հուդաիզմը, գլխավորապես հրեամարդիկ, որոնք ձգտում են պահել Մովսեսի օրենքը, այնուհետև բուդդայիզմը, մահմեդականությունը եւ հինդուիզմը։ Ահա 5 գլխավոր կրոնական հոսանքները։ Ինչպես նրանց դարձնել մեկ։ Չէ որ դա անհնարին է, բարեկամներ։ Երբեք նրանք չեն համաձայնվի միասին լինել, երբեք։ Այդ նպատակին հասնելու համար սատանան մի խորամանկ ծրագիր է մշակել։ Նրանք համաձայնվեցին եւ ընդունեցին այդ ծրագիրը, եւ այսօր առանց խոչընդոտների միանում են։ Ինչ մտածեցին նրանք։ Որ մենք բոլորս ծառայում ենք միևնույն Աստծուն, եւ այդ միակ Աստվածը հայտնվում էր տարբեր ժամանակներում, տարբեր ժողովուրդների եւ տարբեր անուններով։ Օրինակ, արևելքի ժողովուրդների, ճապոնացիների եւ չինացիների մոտ, որտեղ գլխավորապես ծաղկում էր բուդդայականությունը, այդ ժողովուրդներին Աստված եկավ Բուդդա անվան տակ։ Հնդկաստանի եւ Ինդոնեզիայի ժողովուրդների համար նա եկավ Կրիշնա անվան տակ։ Արևմուտքի ժողովուրդների, գլխավորապես եվրոպացիների համար նա եկավ Հիսուս անունով։ Հրեաների համար նա եկավ Եհովա կամ Սաբավովտ անունով, որ նշանակում է զորած Տեր։ Դրա համար մեզ պետք չէ վիճաբանել։ Մենք ծառայում ենք միևնույն Աստծուն։ Այդ անունները ընդհանրապես բանի տեղ մի դրեք։ Դուք մնացեք այն ուղղության վրա, որին հետևում եք, բայց ինչ վերաբերում է միակ Աստծուն, մենք պետք է միասին լինենք։ Այնպես որ պատճառ չկա չմիանալու։ Եվ բոլորը համաձայնվեցին միատեղ ծառայությանը։ Բայց կգա վերջին ժամանակը, որ կհայտնվի մի նոր անուն, Միտրիա Քրիստոս, եւ կկոչի իրեն Աստված։ Դա Ներն է։ Եվ բոլոր մարդկությունը պետք է նրան ընդունի։ Այս աշխատանքները այսօր տարածվում են էկումենիստական շարժման սահմանագծերում։ Այստեղ մենք նույնպես տեսնում ենք, որ այդ ամենը ծրագրավորված է։ Ահա թե ինչ աշխատանք են տանում մասոնները այս բնագավառում։ Բոլոր այս մասոնական ակումբները եռանդուն կերպով փող են զոհաբերում քրիստոնեական միացումների համար։ Այսօր գործը այնքան հեռու է գնացել, որ բոլոր էկումենիստական միությունները դարձել են իլյումինատների ուրկանը, որոնց միջոցով որսում են միլիոնավոր քրիստոնյաների։ Սակայն ցավոք սրտի շատ հովիվներ եւ քարոզիչներ նայում են դրան մեծ հեգնանքով։ Այսպիսով մենք նստած էինք խորհրդակցության եւ ուսումնասիրում էինք այդ արձանագրությունները։ 5-րդ արձանագրության մեջ կար 8 տարվա ծրագիր, որը սկսվել է 1973 թվականից։ Մարդիկ համոզվածությամբ հավատում են նրան, որ 1970-ական թվականների վերջում աշխարհը կլինի նրանց հսկողության տակ։ Վերջին նամակը գրված էր կախարդների լեզվով։ Այսպես էր գրված. Մենք գտանք Արուսյակի որդուն, որը կայցելի աշխարհ եւ կմտցնի մեզ հավիտենական հանգիստը։ Դրանով նրանք նկատի ունեն, որ մի մարդ, որը ունի աներևակայելի զորություն, Արուսյակի կերպարանքն է, եւ նա կարող է իր իշխանությամբ մոտեցնել հավիտենական խաղաղությունը։
Նամակում ասվում էր, թե ով է նա, երբ կգա եւ ինչ պետք է անի։ Եվ ահա, սիրելի բարեկամներ, երբ մենք նայում ենք այս ամբողջ գործունեությունը, հարց է ծագում. ինչ անհրաժեշտություն կա, որպեսզի միացվեն այս բոլոր կրոնները։ Ինչու մեր երկիրը, որը աթեիստական էր, այսպես արագ փոխվեց։ Մի ժամանակ ժխտում էին Աստծո գոյությունը, դատում էին դրա համար։ Երբ ես բանտում էի, կես տարի նամակ չէի ստանում միայն նրա համար, որ կինս գրել էր Աստված օրհնի քեզ։ Ինձ ասում էին, այստեղ Աստված բառը կա գրված, դու նամակը չես ստանա։ Գրիր տուն, որ քո այդ հարազատները այլևս չգրեն այդ բառը։ Այդ դեպքում դու կստանաս նամակները։ Ես ասում էի, ես չեմ կարող նրանց ասել այդ։ Մենք հավատացյալներ ենք եւ նրանք պարտավոր են այդպես գրել։ Եվ ես էլ էի նրանց այդպես գրում, բայց ստանում էին նրանք, թե ոչ, ես այն ժամանակ չգիտեի։ Բավական էր միայն մեկ Աստված բառը, եւ եղբայրները նամակ չէին ստանում 1 տարով, կես տարով, նայած ով ինչպես։ Իսկ հիմա ամեն ինչ փոխվեց։ Հիմա նրանք Աստծո մասին խոսեցին։ Հիմա նրանց ազատություն տրվեց բոլոր հանրապետություններում։ Ինչ կատարվեց։ Ինչու այսպես եղավ։ Այն պատճառով, որ նեռը աթեիստ չի լինելու, նա կրոնավոր կլինի։ Նա կգա եւ իրեն ցույց կտա որպես Քրիստոս։ Հիսուսն ասաց. Ես պիտի շինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն հաղթի։ Նեռը շինելու է իր նեռի եկեղեցին բոլոր կրոններից, դնելով նրա վրա իր նեռի նշանը, կնիքը։ Դրա համար էլ լինել էկումենիստական շարժման մեջ շատ վտանգավոր է, բարեկամներ, շատ վտանգավոր։ Դա կլինի սատանայի եկեղեցին, նեռի եկեղեցին։ Իսկ որքան քրիստոնյաներ են գտնվում այնտեղ։ Լսեցեք, թե ինչ է գրում Ջոն Տոդը այս հարցում։ Թե դուք լսել եք այն մասին, որ շատ սատանայական եկեղեցիներ են կազմակերպվել, այդպես չէ։ Սատանայական եկեղեցիներում, որտեղ նրան ծառայություն են կատարում, ինչպես մենք ենք ծառայում մեր Աստծուն, նրանք էլ օրհներգում են նրան երգերով, ծունկի են գալիս, աղոթում են, եւ ինչն է բնորոշ նրանց սատանայական եկեղեցուն։ Մուտքի առջև գետնի վրա դրված է Քրիստոսի պատկերը մոզաիկայով։ Եվ ամեն մի սատանայապաշտ կամ սատանային ծառայող կամ այդ եկեղեցու անդամ ներս մտնելով պետք է թքի այդ պատկերի վրա եւ ոտքերը սրբի։ Միայն այդ դեպքում նա կարող է մտնել այնտեղ։ Ինչպիսի ծաղրանք, բարեկամներ։ Եվ ահա Ջոն Տոդը գրում է. այդ սատանայի եկեղեցու անդամներից շատերը Աստծուց հեռացած քրիստոնյաներ են։ Դա սարսափելի է։ Սարսափելի։ Ինչ բղծության են նրանք ընդունակ։ Այդ էկումենիստական, այսինքն նեռի եկեղեցին իր ավերող եւ անverջ աշխատանքը կծավալի Աստծուն հնազանդվող մարդկանց վրա։ Հայտնության մեջ գրված է, որ կինը հարբած կլինի վկաների արյունով։ Նեռը նրան կօգտագործի որոշ սահմաններում, որոշ ժամանակներում։ Հետո գրված է. նրանք նրան կվառեն եւ նրա մարմինը կուտեն եւ փոշին կցրվեն։ Նա նրանց այլևս պետք չի լինելու, բայց դեռ նա պետք է կատարի այդ բոլոր ծրագրերը։ Ինձ հնարավորություն եղավ լինել Գերմանիայում մի եղբոր հետ։ Նա ինձ ցույց տվեց նկարներ, որոնք Ամերիկայի մասոնները խնդրել էին Իսպանիայի եւ Պորտուգալիայի կաթոլիկներից, որտեղ դեռևս բռնապետական ժամանակներից պահպանվում էին այն տանջանքի գործիքները, որոնցով կաթոլիկ եկեղեցու հրամանով տանջում էին հավատացյալներին, նրանց համարելով հերետիկոսներ։ Սակայն իրականում նրանք, որոնց անվանում էին հերետիկոսներ, ճշմարտապես Աստծուն էին պաշտում։ Վերացնելով հավատացյալներին, փորձում էին մյուսներին, այսպես ասած, խելքի բերել, որպիսի նրանք զղջային, որ ճշմարտություն են քարոզել, այսպիսով բացահայտելով այդ եկեղեցիների հեռացումը եւ մոլորությունները։
Ահա այնտեղ ուղարկվեցին տանջանքի 70 տեսակ գործիքներ, որպիսի նրանք նորից այն գործի դնեն, երբ մարդիկ կհրաժարվեն ընդունելու 666 կնիքը։ Այդ եղբայրը ցույց տվեց ինձ մի գործիք, որը տանձի նման էր։ Այն դնում են մարդու բերանի մեջ, միացնում են եւ այդ տանձը բացվելով ջարդում է մարդկանց ծնոտները։ Իսկ մյուս գործիքը հագցնում են գլխին եւ միացնում։ Դա սեղմվում է այնքան, մինչեւ ուղեղը դուրս է գալիս։ Ահա գործիքներ, որոնցով ջարդում են ձեռքերի եւ ոտքերի ոսկորները։ Կար նաեւ մի անիվ, որի վրա կապում են մարդուն եւ պտտեցնում են այնպիսի արագությամբ, որ աչքերից, ականջներից եւ բերանից արյուն է դուրս գալիս։ Հետո կանգնեցնում են անիվը։ Դե ինչ, կընդունես կնիքը։ Կընդունես, լավ կլինի, բոլորին չես ընդունի, կշարունակենք չարչարել։ Ծաղրելով, տանջելով, այդ մարդուն մոտեցրին կտրող մկրատին եւ գլուխը կտրելով դրանով վերջացրին։ Ապա բղավեցին. «Բերեք հաջորդին»։ Ահա այսպիսի տանջանքների կենթարկեն նրանց, որոնք չեն ընդունի կնիքը։ Բայց դա կլինի հափշտակությունից հետո, բարեկամներ։ Այն մարդիկ, որոնք այսօր ապրում են քրիստոնյային ոչ վայել կյանքով, որոնց մասին Գիրքն ասում է ոչ պաղես, ոչ տաք, որոնք մի քիչ Աստծունն են, մի քիչ աշխարհին, որոնց Գիրքը անվանում է մարմնավոր քրիստոնյաներ, նրանք չեն հափշտակվելու, այլ մնալու են այն ժամանակներում, երբ պետք կլինի անձնական կյանքով եւ տանջանքներով վերադարձնել կորցրածը։ Այսպիսիները կփրկվեն, եթե հավատարիմ մնան, սակայն եկեղեցի նրանք արդեն չեն մտնի։ Հովանեսին ցույց տրվեց այդպիսիների մի մեծ բազմություն, որոնք կանգնած էին ապակյա ծովի վրա, սպիտակ հանդերձներով, արմավենիները ձեռքներին, սակայն ոչ մեկի մոտ պսակ չկար։ Իսկ եկեղեցին նստած է գահին։ Դրանք նրանք են, որոնք եկել են մեծ նեղությունից։ Մեզ մոտ քաղաքում այդ գրանցվածները կառուցում էին մեծ աղոթքատուն։ Եվ ահա հավաքված այնտեղ ձայնագրություն էին լսում վերջին ժամանակների մասին, որից հետո մարդիկ մոտենում են Հովվին եւ ասում. «Իվան Գերասիմովիչ, ասացեք խնդրեմ, մեր եկեղեցին մտնում է այդ էկումենիստական շարժման մեջ», քանի որ այդ ձայնագրությունը հենց այդ թեմայով էր։ Դե, ինչպես ասեմ, չի ուզում ասել։ Դե ինչպես որ կա, այնպես էլ ասեք, այո կամ ոչ։ Դե գիտեք, անկեղծ ասած, եթե մենք չմտնենք այդ էկումենիստական շարժման մեջ, մեզ միջոցներ չեն հատկացնի, եւ մենք հնարավորություն չենք ունենա աղոթքի տուն կառուցել։ Մենք այնտեղից միջոցներ ենք ստանում։ Բարեկամներ, դուք արդեն հասկացաք։ Մարդիկ լիովին կախված են այդ սատանայական էկումենիստական եկեղեցուց։ Իսկ որտեղ է նրանց բաժինը։ Քրիստոսն ասում է. «Ով ծառայում է ինձ, իմ ետևից թող գա, եւ որտեղ որ ես եմ, իմ ծառան էլ այնտեղ պիտի լինի»։ Եթե դուք այդ միջոցների համար ծախվեցիք դեպի ոգուն, ապա որտեղ որ ձեր Տերն է, այնտեղ էլ դուք կլինեք։ Դրա համար էլ այս օրերում նրանք, որոնք իմացան էկումենիստական շարժման նպատակների եւ ծրագրերի մասին, դուրս եկան այդ միությունից եւ միացան մեր եղբայրությանը։ Եվ այսպես կրոնների միավորման հարցը նույնպես շուտով ավարտին կհասնի։ Այդ համաշխարհային էկումենիստական եկեղեցին գլխավորում է Հռոմի Պապը։ Դա նրան է վստահված։ Դրա վերաբերյալ կան փաստացի ապացույցներ։ Չորրորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա Եվրոպայի միավորումն է, որպես ներրի կառավարման կենտրոն։ Մենք կարդում ենք Դանիելի գրքում Նաբուգոդոնոսորի վկայությունը, որը երազում տեսավ այդ մեծ արձանը։ Նա ուներ ոսկե գլուխ,
կուրծքը արծաթից էր, որովայնը պղնձից, սրունքները երկաթից, ոտքի վերջամասերը երկաթ էր, խառնված կավի հետ, եւ ամենավերջինը 10 մատներն էին։ Այստեղ ցույց է տրված ամբողջ համաշխարհային կառուցվածքը, սկսելով Նաբուգոդոնոսոր թագավորից։ Բայց ես կասեի մի քիչ ավելի վաղ, քան նա էր Սաղմանասար թագավորից, այդ համաշխարհային ասորական տիրապետողից։ Նաբուգոդոնոսորը կարելի է ասել այդ համաշխարհային կառուցվածքի մեջ մտնում է որպես երկրորդ, բայց քանի որ այստեղ նրան էր ցույց տրված, նա երևաց այնտեղ որպես ոսկյա գլուխ։ Վերջին ղեկավարման կազմը 10 պետություններ են։ Դրանք հենց նախկին ռոմեական կայսրության պետություններն են։ Դե սատանան այնպես է անում, որ չլինի այնպես, ինչպես Աստծո խոսքում։ Աստծո խոսքում ասում է 10 պետություններ պետք է կառավարեն, իսկ նրանք միացել են 12-ը։ Միևնույն է, այնպես չէ, ինչպես գրված է։ Բայց ինչքան էլ նրանք տարուբերեն, փաստորեն կլինեն 10։ Երկու փոքր պետություններ մի կողմ կգնան եւ կլինի 10 պետություն։ Այսօր համընդհանուր եվրոպական միությունը կազմված է։ Նրանց մոտ հեռացած են սահմանները, նրանց մոտ ընդհանուր է տնտեսական միջոցների բաշխումը, քաղաքական միջոցները, նրանց մոտ ընդհանուր ուսուցում է, ուսանողները ստանում են նույն կրթաթոշակը, ստանում են նաև միանման ծերության թոշակներ։ Այդ երկրների բնակիչները որտեղ էլ որ ապրեն, ունեն միևնույն իրավունքները։ Այո, սա էլ է պատրաստ բարեկամներ։ Այդ 10 պետություններն էլ հենց կկազմեն ների կառավարման կորիզը։ Գիրքը ասում է. մի գազան տեսա 7 գլխով եւ ուներ 10 եղջյուրներ։ Ամեն մի պրեզիդենտի կա 6 առանձնակի խորհրդատու։ Դա ծածկված ստվերի տակ եղող ղեկավարությունն է, որը կառավարում է ամենքին։ Իսկ այդ պրեզիդենտները այնպես են, ինչպես զինվորները շախմատի տախտակի վրա։ Ուր որ այդ 6 խորհրդատուներն ուղարկում են, այնտեղ էլ գնում են։ Դու այսպես արա, դու այսպես ասա, ձախ թեքվիր, մի քայլ արա, ոչ մի կես քայլ ավելի, միայն մի քայլ։ Նրան ինչ որ հրամայում են, այդ է անում, ավելին իրավունք չունի։ Նայելով այդ սատանայական բուրգին, տեսնում ենք, որ այն բաժանված է 13 աստիճանների։ Այնտեղ ամենաբարձրը դա 13-ի խորհուրդն է։ Նրանք են, ովքեր անմիջական կապ ունեն սատանայի հետ, բացահայտ խոսում են նրա հետ եւ միասին ծրագրավորում են ընդհանուր ծրագրերը։ Հետո հավաքում են 33 խորհուրդը եւ տվյալ ինֆորմացիան փոխանցում են այդ 33-ին։ Սրանք էլ իրենց հերթին հավաքում են խորհուրդ, մեկտեղ ասում են 330, մյուս տեղում 550, դե դա նշանակություն չունի։ Սրանք էլ ամբողջ աշխարհից հավաքում են իրենց համաժողովները, փոխանցելով այդ ինֆորմացիան առաջ եւ էլի մինչեւ ամենաներքին մասը։ Այսպես է տեղի ունենում նրանց աշխատանքը։ Դա մենք տեսնում ենք այսօր։ Այս ամբողջ ղեկավարությունը ոչ թե պրեզիդենտներն են, այլ այդ ծածկված ղեկավարությունը, որոնք ծածկված են ամբողջ աշխարհի բնակիչներից։ Այդ մարդիկ ճանաչված չեն, նրանք էլ կառավարում են ամբողջ աշխարհը։ Մեզ մոտ Խերսոնում աֆիշներ հայտնվեցին ամբողջ քաղաքով մեկ, տրոլեյբուսներում, ավտոբուսներում, կանգառներում, Եվրոպան մեր ընդհանուր տունն է։ Ասում եմ, ահա եւ եկավ Եվրոպայի միացման ժամանակը։ Ուրեմն մենք ավելի եւ ավելի ենք մոտենում այն ժամանակվան, երբ Տերը կվերցնի իր եկեղեցին եւ այդ համաշխարհային տիրակալը կգա իշխանության։ Ես ինձ հետ չվերցրի այն բլոգնոտը, որի մեջ գրված էին այն պետությունների անունները, որոնք մտնում են այդ համընդհանուր եվրոպական միության մեջ։ Այնտեղ, որքան հիշում եմ, Ֆրանսիան է, Գերմանիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, որտեղ գտնվում է այդ համաշխարհային կոմպյուտերը։
Ահա եւ 12 պետությունները։ Պետք է ասել, որ նրանք ամբողջ ուժերով փորձում են անպայման Ուկրաինան նույնպես միացնել այդ եվրոպական միությանը։ Ինչպիսին է նրանց նպատակը, ով գիտի։ Եվ այս աշխատանքները, բարեկամներ, տարվում է ուժգին ձևով։ Հիմա պետք է ուշադրություն դարձնենք անհրաժեշտ ապրանքների գների բարձրացման վրա։ Տեղի է ունենում էկոնոմիկական քաոս։ Դուք մտածում եք, որ դա պատահական է։ Ոչ։ Այս ամենը գնում է ճշգրիտ ծրագրով։ Դրա մասին օրինակ գրված է Սիոնի իմաստունների 6-րդ արձանագրության մեջ։ Ուշադրություն դարձրեք, երբ էր դա ծրագրավորված, իսկ հիմա կատարվում է։ Կարդամ այսպիսի մի հատված. Կբարձրացնենք աշխատավարձը, որը թեև ոչ մի օգուտ չի բերի բանվորներին, քանի որ մենք դրա հետ մեկտեղ կառաջացնենք անհրաժեշտ ապրանքների թանկացում, իբր թե հողագործության եւ անասնապահության անկման պատճառով։ Բացի դրանից, մենք վարպետորեն արմատից կքանդենք արդյունաբերության աղբյուրները, մղելով աշխատավորությանը ինքնագլխության եւ ոգելից խմիչքների։ Դրա հետ մեկտեղ ձեռնարկելով բոլոր միջոցները, դուրս կնետենք բոլոր ինտելիգենտ ուժերին, որպիսի ժամանակից շուտ մեր ծրագրերի դասավորությունը այդ մարդկանց կողմից չնկատվի։ Մենք դա կծածկենք այն բանով, որ իբր թե ձգտում ենք ծառայել աշխատավոր բազմությանը մեր մեծ էկոնոմիկական ծրագրերով, որոնց մասին մեծ քարոզչություն են տանում մեր էկոնոմիկական թեորետիկները։ Քանդել, կանգնեցնել արդյունաբերությունը։ Ինչքան արդյունաբերություններ են այսօր փակված, բարեկամներ։ Հումք չկա։ Եվ ինչ խորամանկությամբ դա արեցին։ Քանդեցին այդ հանրապետությունների միությունը, բաժանելով անկախ պետությունների։ Մեզ մոտ Խերսոնում մեծ բամբակի արդյունաբերություն կար, որտեղ աշխատում էին մոտ 25000 բանվորներ։ 4 ֆաբրիկա կար, շուրջօրյա 3 հերթափոխով։ Մարդիկ աշխատում են եւ միշտ գործը շատ էր։ Իսկ այսօր արդեն այդ արդյունաբերությունը համարյա թե կանգնած է։ Ինչ է կատարվում։ Ուզբեկստանը բամբակ չի տալիս։ Այնտեղ անկախ պետություն է։ Փակեցին արդյունաբերության աղբյուրները, փակվել են մեքենայական գործարանները։ Ինչու։ Ուկրաինան մետաղ չի տալիս։ Մետաղը հալեցնում են Ուկրաինայում, իսկ գործարանները Ռուսաստանում են։ Այսպիսով, քանի որ Ուկրաինան մետաղ չի տալիս, արդյունաբերությունը ինքնըստինքյան փակվում է։ Իսկ նրանք էլ ասում են Ռուսաստանը մեզ մեքենաներ չի տալիս, դաշտերը մշակելու միջոցներ չունենք։ Հասկանում եք ինչ է կատարում այստեղ։ Փորձիր ապացուցել։ Նրանք ասում են, թե նրանք են մեզ միլիարդներ պարտք, իսկ նրանք էլ ասում են, ոչ, իրենք են մեզ միլիարդներ պարտք։ Եվ սա բերեց այնպիսի քաոսային վիճակի, որ մարդիկ աշխատելու տեղ չունեն։ Իսկ ինչ անեն։ Դե առևտուր արա։ Իսկ առևտրի մեջ ինչ վտանգ կա։ Մի կողմից հարկերն են ճնշում, մյուս կողմից հափշտակող ռեկետյորները։ Կարդանք այն արձանագրությունները եւ տեսնենք, թե ինչի համար է արվում այս ամենը, բարեկամներ։ Մեր հավատամքի ընկերակցի հայտնվելը կարող է կատարվել ավելի վաղ, քան սահմանադրության ոչնչացումը։ Կգա այդ ընդունելության պահը եւ ժողովուրդը, որոնք տանջահար են եղել եւ այլևս չեն կարողանում տանել անկարգապահությունը եւ այն ղեկավարների անբարեհաճությունը, որոնց մենք էինք դրել, կաղաղակեն եւ կասեն. տվեք մեզ մեկին համաշխարհային թագավորին, որը կմիաբանի մեզ եւ կվերացնի խռովությունները ազգությունների միջև, կրոնի միջև, կվերացնի պետական սահմանները եւ կտա մեզ խաղաղություն եւ հանգստություն, որը մենք չենք կարողանում գտնել մեր ղեկավարներով եւ ներկայացուցիչներով։ Լսեցեք ուշադիր։
Որպիսի բոլոր ժողովուրդները այդպիսի ցանկություն արտահայտեն, անհրաժեշտ է անդադար բոլոր երկրներում խառնել ժողովուրդների հարաբերությունները ղեկավարների հանդեպ, որպիսի հոգնեցնենք բոլորին խռովություններով, թշնամություններով, պայքարով, ատելությունով, անգամ տանջանքներով, սովով, հիվանդություններ ներարկելով, որպիսի այդ խելացիները, այսինքն ինտելիգենտները, ուրիշ ելք չգտնելով դիմեն մեր դրամային եւ լիարժեք տիրապետությանը։ Եթե մենք ժողովուրդներին շունչ քաշելու ժամանակ տանք, ապա այդ ցանկալի պահը հազիվ թե երբևէ կատարվի։ Ուղղակի անելանելի վիճակ է։ Ահա թե ինչ են անում մասոնները, բարեկամներ։ Եվ մարդիկ տանջված, հոգնած այս բոլոր խառնաշփոթությունից մի օր կաղաղակեն. հեռացրեք մեզանից այդ ղեկավարներին, նրանք միայն խոստանում են, բայց մեզ ոչինչ չեն տալիս, խաբում են, տվեք մեզ մեկին, որը կկարողանա այս պրոբլեմները լուծել։ Երբ աշխարհի ղեկավարները հավաքվեցին Միացյալ Ազգերի կազմակերպությունում, այդ հարցը այնտեղ շատ լուրջ էր դրված։ Լսվում էին ձայներ. մեզ համար միևնույնն է, լինի դա սատանան կամ Աստված, մենք կընդունենք յուրաքանչյուրին, միայն թե նա լուծեր այս պրոբլեմները։ Սա ես լսել եմ ռադիոընդունիչով, անձամբ։ Եվ որպեսզի մարդկանց հասցնեն այն վիճակին, որ նրանք ուրախությամբ ընդունեն ներին, գները բարձրացնում են, իսկ աշխատավարձերը քիչ է բարձրանում, շատ քիչ։ Իսկ մենք պետք է իմանանք, բարեկամներ, որ այս ամենը պետք է կատարվի։